Շնորհակալություն, ես պետք է ինձ թույլ տամ անդրադառնալ բարձրացված հարցերին ըստ հաջորդականության, ուրեմն տեսեք դուք նկարագրում եք մի իրավիճակ, ասում եք, երբ որ մարդը սկսել է շինարարությունը, ավարտել է շինարարությունը, ձևակերպել է որոշակի փաստաթղթեր, եկել է իրավունքի պետական գրանցման։ Հենց որոշակի դժգոհություններ գալիս են նրանից, որ այս բոլոր փաստաթղթերի փունջը հավաքագրվում է եւ ներկայացնում է մեկ վարչական մարմնի, ով որ պետք է վարչարություն իրականացնի եւ որի վարչարության արդյունքում որևէ մեկը պետք է ձեռք բերի որևէ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, այսինքն սահմանադրական իրավունք պետք է ստանա։ Ես կարծում եմ, որ տարընկալում չի լինի, եթե ես ասեմ, որ այդ վարչարությունը պետք է կատարվի ամենայն լրջությամբ, որը որ իրականում իրականացվում է, որովհետեւ այն աշխատակիցը, ով որ լիազորված է պետության անունից որևէ մեկին սեփականության իրավունք տալու, չէ, այդ վարչական ակտը կայացնելու, որտեղ որ արձանագրվում է, որ այսինչի անունով գրանցվեց այսքան հող, այսքան շինություն, սեփականության իրավունք, դա պետք է լինի գործող օրենսդրության կարգ ու կանոններին համապատասխան, այսինքն այդ փաստաթղթերը պետք է ստուգվեն հակասությունների առկայության համար։ Կան հակասություններ, թե չկան հակասություններ։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ շատ կարևոր է, որ մենք ըմբռնենք այս հատվածը այն տրամաբանությամբ, որ մարդուն տրվում է սեփականության իրավունք, որը սահմանադրական իրավունք է, եւ այդ խնդիրներից հետագայում նաև այդ մարդու այդ խնդիրներից խուսափելու համար պետք է այդ իրավունքները ստուգվեն եւ գրանցվեն ճիշտ օրենքի տարին համաձայն։ Ես չգիտեմ բողոքները ինչ կոնտեքստի մեջ են, ես կխնդրեմ, եթե մեր բնակչությունն էլ լսում է, կարող է սոցիալական մեդիայի միջոցով ուղարկել ցանկացած պատասխան, որից դժգոհում են կադաստրի կոմիտեի տրված պատասխանից, ես պատրաստ եմ յուրաքանչյուր պատասխանի վերաբերյալ ուսումնասիրել, եթե մենք վրիպել ենք ներողություն խնդրել հարցը կարգավորել, եթե որևէ հարց արկա է եղել իրականում, պարզաբանումներ ներկայացնել առանց որևէ խնդրի ու խոչընդոտի, որը որ մենք այսօր էլ ենք իրականացնում։ Կադաստրային քարտեզների մասով արդեն իսկ ասեցի, եթե վեճը երկու հարևանների մեջ է, այսինքն երկու հարևան չեն կարողանում իրենց սահմանը որոշել։ Խնդրում եմ որևէ մեխանիզմ ասեք, որ պետությունը, վարչական մարմինը ոնց կկարողանա որոշել այդ սահմանը։ Եթե իրենք երկուսով չեն կարողանում իրենց կոնկրետ հողի սահմանը արձանագրել, ասել այս գիծն է մեր հողի սահմանը եւ ինչ դե հիմա կոորդինատներով մեկը ասում է սա է, մյուսն էլ ասում է չէ, դա չի սա է, այսինքն անհամաձայնություն կա երկու սուբյեկտների միջև, սեփականատեր սուբյեկտների միջև։ Հիմա սրա լուծումը ո՞նց ենք մենք պատկերացնելու, մենք կփորձենք հաշտեցնել, մենք կփորձենք բացատրել, մենք կփորձենք պարզաբանել, բայց վերջի վերջո հարևանների համաձայնությունը պետք է լինի այստեղ, որովհետև եթե չկա, դա վեճ է, դա քաղաքացիական վեճ է, որը պետք է քննարկվի դատարանում եւ լուծում ստանա դատարանում։ Իհարկե առողջական խնդիրների մասով ասացիք, որ սա կադաստրի գործն է, ես տեղյակ չէի, թե այդտեղ մենք ինչ ունենք անելու, գրանցներ են Երևանի այդ անտառների, լանջերի, գրանցված իրավունքներ են, կա հանրային գերակաշահի մասին օրենք, եթե պետությունը գտնում է, որ այդտեղ նմանատիպ խնդիրներ են առկա, ես վստահ եմ, որ լուծումները պետք է դիտարկվի բացառապես այդ շրջանակում, որովհետև սեփականության իրավունքի հետ վերցնելու պետության կողմից միակ ինստիտուտը դա է, կամ գործարքն է, այլ ճանապարհով, այո, եւ ես չգիտեմ որտեղից է պատկերացնում, որ կադաստրի կոմիտեն համայնքների հետ լավ չի աշխատում, մենք Երևանի քաղաքապետարանը շատ լավ ենք աշխատում ու մենք այդ աշխատանքի արդյունքում ուղղել ենք Երևանի վարչական սահմանը մյուս հարևան սահմանների հետ։ Մենք բազմաթիվ սահմանների ուղղման որոշումներ ու հատակագծեր ենք ստանում քաղաքից այդ որոշման համահունչ։ Մենք, եթե չեմ սխալվում, Նուբարաշեն վարչական շրջանի կադաստրային քարտեզ ուղղել ենք քաղաքապետարանի հետ աշխատելով։ Վերջերս մեկ հատված եւս ուղղել ենք, ուղարկել ենք քաղաքապետարանին, որպեսզի իրենք համաձայնություն տա եւ կադաստրային քարտեզում ուղղումներ կատարվի։ Ուզում եմ ասեմ, մենք իրենց հետ ակտիվ աշխատում ենք, մեր նախագծերն են քննարկում իրենց հետ, իրենք էլ իրենց առաջարկություններն են մեր հետ քննարկում։ Եվ միևնույն ժամանակ այստեղ բերեք մի շերտ էլ տարանջատենք հարցերից, կարևորագույն շերտ, երբ որ մարդը ինքն է սխալ կառուցապատում իրականացրել,
մենք երբ որ ասում ենք կադաստրային քարտեզի սխալ, շատ կարևոր է պատկերացնել, որ խոսքը պետք է լինի բացառապես առաջի քարտեզի մասին, կադաստրային առաջի քարտեզագրման սխալների մասին, որից հետո հողեր են հատկացվել, որից հետո նոր թաղամասեր են նախագծվել, եւ այդ նոր թաղամասերում ոչ թե կադաստրային քարտեզն է սխալ եղել, այլ կառուցապատումը տարվել է ոչ այն կոորդինատներով, որոնք որ ամրագրված են եղել քարտեզի մեջ, այսինքն տեղի է ունեցել սխալ հողօգտագործում։ Սա մեկ այլ շերտ է, որը որ պետք է տարանջատենք, որպեսզի կարողանանք հասկանալ, թե դա առաջի քարտեզագրման արդյունքում ծագած խնդիր է, թե հետագայում կառուցապատման եւ սխալ սահմաններով կառուցապատման արդյունքում բացահայտված խնդիր է։ Կրկին անգամ մեր բնակիչներին կարող է այդքան այս ամեն ինչը տեխնիկական հարցերը չհուզի, որովհետեւ իրենց անհրաժեշտ է իրանց խնդրի կարգավորումը եւ մենք այդ դիագնոստիկան անելով ենք, որ համապատասխան օրենսդրական փաթեթներ ենք առաջարկում շարունակաբար լավարկելու համար, բայց միևնույն ժամանակ, որպեսզի կարողանանք ճիշտ իրավական ընթացակարգով շարժվենք առաջ, մենք պետք է տարբեր խնդիրներ դասավորենք տարբեր դարակաշարերի վրա եւ յուրաքանչյուր դարակաշարի համար առաջարկենք լուծման տարբեր մեխանիզմներ։ Մենք անում ենք աշխատում ենք համայնքների հետ շատ ակտիվ, որովհետեւ այս քարտեզների ուղղման process առանց համայնքների անհնար է։ Բոլորի հետ էլ ակտիվ աշխատանք կա, ես խնդրում եմ, շնորհակալություն եմ հայտնում նաև, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին եւ շարժվել առաջ, շնորհակալություն։